Իրանը ոչնչացրել է Հորմուզի նեղուցով առանց թույլտվության անցնող կոնտեյներատար մի նավ։ Տեղեկություն կա, որ այն նավարկել է Պակիստանի դրոշով, այլ աղբյուրներ պնդում են, որ նավը պատկանում է Թայլանդին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ նեղուցն անցնելու ցանկացած փորձ կանխելու են կոշտ պատասխանով։ Կորպուսի տեղեկություններով միայն այսօր 3 կոնտեյներատար նավ շրջվել է ու նեղուցն անցնելու փորձ չի արել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ սպառնացել էր Իրանին ոչնչացնել էլեկտրակայանները, եթե չբացի Հորմուզի նեղուցը, 10 օր է տվել Թեհրանին, մինչև ապրիլի 6-ը, երեկոյան 8-ը։ Թրամփը հայտարարել է, թե իրանցիներն են խնդրել։ Թեհրանը հերքում է, թե ինչ-որ բան է խնդրել Միացյալ Նահանգներից։ Նախորդ շաբաթ 48 ժամ էր Թրամփը տվել Իրանին նեղուցը բացելու համար, երկուշաբթի 5 օր ժամանակ էր սահմանել։ Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները Իրանին է փոխանցել 15 կետանոց պահանջների ցանկ, որոնց հիման վրա պատրաստ է դադարեցնել հակամարտությունը, սակայն Թեհրանը մերժել է, փոխարենն առաջարկելով իր 5 կետանոց ծրագիրը։ Թե ով է իրանական կողմից բանակցում Միացյալ Նահանգների հետ, հայտնի չէ։ Ամեն դեպքում ստվերային բանակցությունները դեռ չեն թույլատրել կրակը Մերձավոր Արևելքում։ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի Ղոմ քաղաքում ստորգետնյա օբյեկտների, հակաբունկերային ռումբերով։ Washington Post-ը գրում է, որ մեկ ամսում Միացյալ Նահանգները ավելի քան 850 տոմահաուք հրթիռներ է գործի դրել։ Իրանի դեմ պատերազմում հեղինակավոր պարբերականի տեղեկություններով դա մտահոգություն է առաջացրել Պենտագոնում։ Տեղեկություն կա, թե այս պատերազմի ընթացքում նահանգներն օգտագործել է իր ռազմական պաշարների գրեթե 1/4-ը։ Ըստ ռազմական փորձագետների, դա վերականգնելու համար մի քանի տարի է պետք։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։